լկտի ձևով, ամբարո ձևով, ավելի վատ բառեր չեմ ուզում օգտագործեմ, բայց երևի բոլորիդ մտքին հա, ինչ որ կա, ես հավատացեք ձեզանից 2 անգամ ավել միանում եմ այդ ամեն ինչին եւ թեկուզ հավիրանքներն, այո, ինչու՞ չէ։ Բնականաբար բոլորս հայ ենք եւ մեր հայ դրոշի համար, մեր հայ ազգի պատվի համար բնականաբար պատրաստ ենք պայքարելու։ Ինչ արվում է բողոքարկման հենց մենամարտի բողոքարկման հետ։ Մենք այնտեղ լուրջ խնդիրներ ունենք կապված ինչի համար ենք բողոքարկում։ Մենք պետք է բողոքարկենք пассивության համար, բայց пассивությունը ինքը իրանով դա սուբյեկտիվ որոշում է մրցավարների։ Մրցավար կա, որ ասում է ես пассив էր, մրցավար կա, կարող ասի пассив չեմ, որտեղ հստակ բռնցքամարտում, ուշամարտում հստակ դիրքորոշումներ եւ հստակ մրցավարության կանոնների մեջ հստակ որևէ բան գրած չի։ ՀԱՕԿ-ը ինչ է անում։ ՀԱՕԿ-ը անում է հետեւյալը։ Հիմա մենք շատ սերտ աշխատում ենք հայերեն ոնց է, արբիտրաժնի սուդ Լոզաննի։ Այդ կազմակերպության հետ մենք իրավաբաններ ենք վարձել, միջազգային հայ չեն, դեպ ասեմ, որոնք հիմա աշխատում են այդ ուղղությամբ։ Երբ որ իրանք իրենց եզրակացությունը կտան, թե մենք ինչ ֆորմատով եւ ինչ ձևաչափով կարող ենք բողոքարկել, անմիջապես այդ բողոքարկումը կլինի։ Իսկ պրակտիկայում եղել են դեպքեր եւ ընդհանրապես ընթացակարգը ինչ է ենթադրում, պարոն Ոստանյան։ Ընթացակարգը ենթադրում է հետեւյալը, երբ որ դու բողոքարկում ես, այդ դատարանը այսպես ասած քննարկում է եւ իր որոշումը կայացնում է։ Իսկ պրակտիկայում նախադեպեր ունեցել են պատմությունը։ Կանադական զույգը։ Մենակ մի դեպք ա եղել այդ զույգը ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ, պարզապես այնտեղ միավորները չեն տվել։ Հասկանում եք, ստե նյուանս կա, էլի, միավորները չտալը, ժամանակը վերջանալ պրիոմ անելը, դա սաղ տարբեր բաներ, բայց նորից եմ կրկնում, դեռ չենք հուսահատվում, աշխատում ենք այդ ուղղությամբ եւ մոտ ապագայում եւս մենք անպայման ձեզ կտեղեկացնենք, բայց գործընթացը շարունակում է։ Ինչ վերաբերում է Արտուր Ալեքսանյանի մարզադպրոցի հետ կապված։ Ինչպես գիտեք, այդ մարզադպրոցը տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ է եւ տնօրեն են իրանք նշանակում եւ իրանք են այսպես ասած վերանորոգում կամ չեն վերանորոգում։ Ինչ վերաբերում ազգային օլիմպիական կոմիտեին, ազգային օլիմպիական կոմիտեն իր գործառույթներից ելնելով մի բան էլ ավել շինարարություն է անում։ Ես չփորձեմ թվարկել բոլոր շինարարությունները, որ մենք անում ենք, այդ թվում նաեւ այս պահին Գյումրիում։ Գյումրիում այժմ կառուցվում է գերժամանակակից մարզակենտրոն 3500 7000 քառակուսի մետր, որտեղ լինելու են ըմբշամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի, սամբո, ձյուդոյի կենտրոն, նաև հյուրանոցային սենյակներ, ճաշարան, որը բոլորը ֆինանսավորվում է Գայիկ Ծառուկյանի կողմից, արդեն շինարարության մեջ կա սև աշխատանք, էլի սև աշխատանքը բոլորը կատարվել է, մնում է ներքին հարդարման աշխատանքները, որը մենք հույսով ենք հաջորդ տարի մենք հանձնենք Գյումրի քաղաքին։ Շնորհակալություն, խնդրեմ։ Սա է ձեզ հարցի պատասխանը։